Առողջության առաջնային պահպանման ուղղակից և հուշաստատություններից քաղաքացիները կարող են անվճար ստանալ հակաքաղցկեղային, հակագերճնշումային, հակադիաբետիկ և մի շարք այլ դեղամիջոցներ։ Առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնություն է ստացել։ Առողջապահության նախարարությունը երկար տարիներ աշխատում է բարեգործական հիմնադրամների հետ եւ որոնց շնորհիվ ստանում ենք պարբերաբար մեծ թվով մարդասիրական օգնության դեղեր, բժշկական նշանակության պարագաներ։ Մարդասիրական օգնության նոր խմբականակում առկա է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար նախատեսված թանկարժեք դեղամիջոցը։ Կան պացիենտներ, որոնք դեղի արժեքից ելնելով նույնիսկ հնարավորություն չեն ունենում ձեռք բերելու եւ արդյունքում բուժման կուրսը մնում է կամ անավարտ կամ ընդհանրապես չի սկսվում։ Դեղը ստացել ենք մարդասիրական օգնություն, տրամադրվել է բոլոր բժշկական հաստատություններին, որտեղ իրականացում է քիմիոթերապիա եւ այն պացիենտները, որը տվյալ դեղի կարիքը ունեն, կարող են դիմել իրենց բժշկական հաստատություն եւ բժշկական ցուցման դեպքում կտրամադրվի։ Ֆանաջյանի անվան ռուսկաբանության ազգային կենտրոնի տնօրենի հավաստմամբ շագանակագեղձի քաղցկեղի որոշակի փուլերում կիրառվող նոր հակաուռուցքային դեղերի արդյունավետությունը տեսանելի է։ Վիրահատության եւ ճառագայթային բուժման առումով Հայաստանի Հանրապետությունը բավականին առաջատար դիրքերում է եւ այդ պատվերի շրջանակն էլ բավականին ամփոփ է իրենից ներկայացնում։ Դեղարայքային առումով կան իհարկե խնդիրներ կամ պրեպարատներ, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն պացիենտների համար դժվար հասանելի են դրանք, եթե չեն գտնվում պետության հոգացության ներքո։ Եվ ինչ խոսք այս հումանիտար օգնությամբ ձեռք բերվող պրեպարատների փաստը շատ գովելի է եւ շատ նպաստում է հիվանդների բուժումը ավելի ճշգրիտ անցկացնելու համար։ Բժշկի խոսքով վերջին տարիներին շագանակագեղձի քաղցկեղի տարեկան ավելի քան 500 դեպք է հայտնաբերվում եւ դեռևս անհանգստացնող են ոչ վաղ փուլերում հայտնաբերման դեպքերը։ Այդ պարագայում արդեն մենք ունենում ենք համալիր բուժման անհրաժեշտություն, որը իր մեջ կներառի եւ վիրահատական կոմպոնենտ, եւ ճառագայթային, եւ դեղորայքային բուժման։ Բնականաբար այդ թվականակը արդեն խոսում է այն մասին, որ ցանկացած այս շրջանակում դրական քայլ բուժօգնության եւ սպասարկման առումով միանշանակ դրական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա։ Հուշաստատություններում այժմ առկա են նաև հակաշաքարային անվճար դեղեր։ Ներկա պահին բժշկական հաստատություններում առկա է շաքարային դիաբետի համար գլիբուրի դեղը, որը երկրորդ տիպ շաքարային դիաբետի համար է նախատեսված, մեծ պահանջարկ ունի մեր երկրում եւ այն պացիենտները, որոնք տվյալ դեղի կարիք ունեն, կարող են դիմել տեղամասային բժշկական հաստատություն եւ բժշկական ցուցումների դեպքում նույնպես անվճար կտրամադրվի։ Քաղաքացիները առկա անվճար դեղերի մասին կարող են տեղեկանալ այն բժշկական հաստատություններից, որտեղ հաշվառված են moh.am կայքի կամ Արմեդ համակարգի միջոցով։ Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերը տրամադրվում են բացառապես անվճար բժշկական ցուցումով։ Առաջիկայում դեղերի ցանկը կհամալրվի։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։